Հարապետյան, թեև դուք նոր եք նշանակված եւ ըստ էության այս հաշվետվության հետ պետք է որ կապ չունենաք ցուցանիշների բաների առումով, բայց այնուամենայնիվ ակնկալում եմ, որ մի քանի տվյալներ, եթե ձեր ձեռքի տակ կա, ներկայացնեք, եթե չէ, մինչև լիագումարնիստը գոնե ներկայացնեք։ Առաջինը վերաբերում է հետևյալին, թե երբ անվանական ներկայացվում է, արդյոք սա նշանակում է, որ կառավարության անդամներ չկան, որոնց ներկայացված են մեղադրանքներ կամ քրեական վարույթների շրջանակում չեն անցնում, ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, այսինքն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, առանց անուններ նշելու բնականաբար, որտեղ երկրորդ հարցը վերաբերում է հետևյալին, զեկույցի մեջ 9 դրվագում կոնկրետ անուններ են ներկայացում գործի մանրամասնություններ, արդյոք ճիշտ է եւ անմեղության կանխավարկածի խախտում չէ, երբ որ մարդկանց անուններ են նշվում, արդյոք կիսում եք այս մոտեցումը, որ սենց անվանական բերվում են, նշվում են եւ որը դեռ դատական գործընթաց պետք է անցնի եւ եթե վաղը դատարանով այս մեղադրանքները չհաստատվեն, այս մարդկանց առջև, այս մարդկանց անունները սենց հրապարակային պարլամենտում հնչեցնելու դեպքում արդյոք պատրաստ կլինի հակակոռուպցիոն կոմիտեն ներողություն խնդրելու, ասացիս, որպես ավելի տրամաբանական ընկալում լինի, ես չեմ ասում չնշել գործի մասին, բայց կարելի է նույնիսկ առանց անվանական նշել, որտեղ խնդիրը դեպքի, հանցագործության, նկարագրությունն է, այլ ոչ թե անձանց անվանարկելը։ Երրորդ հարցը, հակակոռուպցիոն կոմիտեն քրեական օրենսգրքի շուրջ 40 հոդվածներով լիազորություններ ունի եւ այստեղ ներկայացվածը մի քիչ խառն է, մի դեպքում ներկայացվում է հանցագործությունների ըստ գլուխների, մյուս դեպքում կոնկրետ հանցագործության տեսակով, արդյոք կարող եք ներկայացնել առանձին տեղեկանք, թե այս 40 հոդվածներից յուրաքանչյուրով ինչ քրեական վարույթներ են եղել եւ այդ քրեական վարույթները ինչ փուլում են, սկսած կաշառքից ավարտված ամենաբանը, փողերի լվացում։ Մյուս հարցը վերաբերում է ոստիկանության համակարգի աշխատակիցների մասով ներկայացված տվյալներին, այստեղ տպավորություն է, որ ամենայն դեպս դիտարկված տպավորություն է նաև, որ ոստիկանության այն աշխատակիցները, որոնք որ հատկապես աչքի են ընկնում դաժան վերաբերմունքով քաղաքացիների եւ իշխանությունների դիմախոսների նկատմամբ, ամենայն դեպս չի երևում որևէ բան կա, տվյալ, թե օրինակ անձինք, որոնք որ անցնում են քրեական վարույթներով եւ որոնց ներկայացված մեղադրանքները առնչություն ունեն նրանց կողմից բռնությունների գործադրման հետ։ Եվ եւս երկու հարց, որքան անձ է ի վերջո եղել կալանավորված 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առհասարակ, որտեղ դուք ներկայացնում եք միայն 24 թվականի ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու 79 դեպքերը, բայց դեկտեմբերի 31-ի դրությամբ 24 թվականի, որքան անձ է եղել անազատության մեջ որպես կալանք խափանման միջոց կիրառելու հիմքով։ Եվ վերջին հարցը 81-րդ հոդվածի գործուն զղջալու հիմքով հակակոռուպցիոն կոմիտեն քանի վարույթներով է իրականացրել կարճում եւ անձանց ազատել քրեական պատասխանատվությունից։ Եթե ունեք այդ ինֆորմացիան, խնդրեմ ներկայացնեք, նորից եմ կրկնում, եթե չկա, ակնկալում եք, որ այս ընթացքում տեղեկանքներ կներկայացնեք։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Հարապետյան։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Մինասյան։ Սկսենք սկզբից, նշեցիք, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասով տեղեկատվություն չկա ներառված, բայց
Ես հաղորդումը ներկայացնելուց նշեցի օրինակ առողջապահության նախարարի տեղակալ, պետական գույքի կառավարման վարչության պետ, պաշտպանության նախարարության զինված ուժերի օրինակ գլխավոր շտաբի պետի տեղակալ, պատգամավորների մասով ըստ էության 24 թվականի հաղորդմամբ եթե չի ներառվել որևէ տեղեկություն, հետևաբար այդ մասով քերական հետապնդումներ չենք ունեցել, հավանաբար 25 թվականի հաղորդման շրջանակներում կներկայացվի այդ տեղեկատվությունը։ Այսինքն սպառիչ ներկայացվել են այն բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ում նկատմամբ քերական հետապնդումներ են հարուցվել վարույթների շրջանակներում։ Հաջորդ հարցը, որը վերաբերում է կոնկրետ դեպքերին, որոնք նշվել են հաղորդմամբ, այդ թվում նաև անձանց անուն ազգանուններ, այսինքն ըստ ձեր դիտարկման խախտվում է ամեղության կանխավարկածը, սակայն ուզում եմ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ նշված բոլոր վարույթները ըստ էության ավարտված վարույթներ են եւ հանձնվել են դատարան, իսկ դատարան հանձնված վարույթների դեպքում նույն դատական համակարգի Datalinx տեղեկատվական համակարգում այս անձանց մեղադրանքը շատ հակիրճ նկարագրվում է նաև Datalinx համակարգում։ Հետևաբար ու նաև հրապարակային դատալուսումներ են անցնում այս բոլոր վարույթները, հետևաբար ըստ ինձ ամեղության կանխավարկածի խախտում այս դեպքում չունենք։ Ոստիկանության աշխատակիցների մասով նշեցիք, որ եթե ես ճիշտ հասկացա, խոսքը խոշտանգումների մասին էր, բռնության դեպքերի մասին էր, բայց ուզում եմ նշեմ, որ խոշտանգումների վերաբերյալ վարույթներով նախաքննության կատարումը քերական դատավարության օրենսգրքով վերապահված է ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեին, այլ քննչական կոմիտեին։ Մի դեպք կարող է լինել, երբ հակակոռուպցիոն կոմիտեն քննի այդպիսի խոշտանգումների վերաբերյալ վարույթներ եւ երբ նույն քննչական կոմիտեի քննիչն է քաղաքացուն ենթադրաբար խոշտանգողը, այսինքն այս դեպքում է, որ հակակոռուպցիոն կոմիտեն իրականացնում է նախաքննություն, իսկ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրաբար կատարված խոշտանգումների դեպքերով նախաքննությունը քննչական կոմիտեի առանձնացված ստորաբաժանումն է իրականացնում, հետևաբար այս մասով հակակոռուպցիոն կոմիտեն անհրաժեշտ տվյալների չի տիրապետում։ Գործուն զղջալու հիմքով քերական կարճված վարույթների թվականակը առանձին չի ներառվել հաղորդմամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, մենք առանձին գրավոր կներկայացնենք, միայն կարող եմ ասել, որ ընդհանուր հաղորդմամբ ներառվել է ոչ ռեաբիլիտացնող, այսինքն ոչ արտարացնող հիմքով կարճված վարույթների քանակը, որի մեջ նաև մտնում է գործուն զղջալու հիմքով կարճված վարույթները։ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կալանքի տակ գտնվող անձանց քանակի վերաբերյալ տվյալներ առանձնացված ևս չեն ներկայացվել հաղորդման, բայց դրանք նույնպես գրավոր ծես կներկայացվի։ Նաև կարող ենք տեղեկանքներ ներկայացնել, նշված առանձին դեպքերի վերաբերյալ, որոնք խոսքը ավարտված դատարան հանձնված վարույթների մասով էր, չէ, առանձին, որ ներկայացնենք նաև տվյալներ այդ մասով։ Ճիշտ հասկացա։ Արձագանք ունեք, պարոն Մինաշ։ Շնորհակալություն, պարոն Ապետյան, անցնեմ, հերթով խոսքը ոչ թե առհասարակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին, այլ կոնկրետ ես նշեցի պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, դուք մենակ վերեցիք առողջապահության մեկ փոխնախարարի մասին, բայց մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր, եթե ձերնով չի գնում, ձեր համակարգով չի գնում, հակակոռուպցիոն կոմիտեով չի գնում, պատգամավորների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ են եղել։ Նույնիսկ անձեռնախելիությունից տրամադրման բաներել են, քայլել են եղել։ Չէ, 24-ն էլ եղել։ Ես խնդրեմ, որպեսզի սա մասին մի հատ նորից ուսումնասիրություն իրականացնեք, բարձրեք եւ ներկայացնեք, գուցե քննչական կոմիտեով է, բան չունեմ ասելու, բայց եթե ձերնով չի անցնում։
Նաև համայնքի ղեկավարների մասով էլ խնդրեմ առանձին տեղեկանք, ոչ թե նախկին համայնքի ղեկավարների մասին, այլ այդ պահին գործող համայնքների ղեկավարների մասին։ 24 թվականի ընթացքում պաշտոնավորած համայնքների ղեկավարների մասին եղել են քրեական վարույթներ, թե ոչ։ Երկրորդ մասով անմեղության կանխավարկածով, տեսեք, այլ բան է, որ գործը դատալեքսում դրված է եւ հակիրճ նկարագրված է, այլ բան է, երբ որ տվյալ դեպքում հակակոռուպցիոն կոմիտեն զեկույցի տեսքով ներկայացնում ու հրապարակում է պարլամենտում, իցույց աշխարհի քննարկումներ են տեղի ունենում եւ այլն։ Ես նորից եմ ասում, բացարձակ չեմ ասում, որ գործերի մասին չներկայացվի, բայց դեպքն է կարևոր։ Դրա հանգեցման հանգամանքներն են կարևոր, ոչ թե անձանց անունները, որոնք դեռևս պետք է դատական փուլով հաստատվի նրանց մեղավորությունը, որից հետո անձինք դատապարտվեն։ Այսինքն օրինակ վերցնենք ցանկացած թեմի նկարագրությունը, կարելի է վերցնել այդ նկարագրության մեջ դեպքը նկարագրել առանց անուններ նշելու։ Մանավանդ որ արդեն միջոցներ ձեռնարկված այդ անձկանց նկատմամբ խափանան միջոցներ են կիրառված եւ այլն։ Երբ որ դատարանով կհաստատվի, այդ մարդիկ մեղավոր կճանաչվեն, հանրային պարսավանքել քրեական պատասխանատվություն էլ ամեն ինչ թե արվի։ Բայց իմ ասածը կարողանում եմ ես հստակ ներկայացնել, թե ինչի մասին է, այսինքն բովանդակությունը չկորցնենք մարդկանց անվան հետևում, որտեղ մեր համար թիվ 1 կարևորության խնդիր է, ի վերջո այդ դեպքերն են, դրանց առանձնահատկություններն են, լիազորությունների չարաշահման մեխանիզմներն են, որոնց դեմ պետք է նաև պայքարել, ոչ միայն քրեական արտարադատության, նաև օրենսդրական նախաձեռնությունների միջոցով, այսինքն նաև պարլամենտին պետք է օգնել այդ հարցում, որպեսզի պատգամավորները հետագայում հանդես գան օրենսդրական առաջարկներով։ Ես խնդրեմ անպայման գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ տեղեկանք, բայց ոչ թե միջին ծանրության, այլ ծանր եւ առանձնապես ծանրերի մասին, որտեղ այս փոփոխությունը երբ որ եղավ ազգային ժողովում, մենք նաեւ հանդես եկանք սահմանադրական դատարան, համապատասխան դիմումով, սահմանադրական դատարանը չընդունեց վարույթ, հետ ուղարկեց, բայց մենք նաեւ խոստացել ենք, որպեսզի այս մասով հետևողական կլինենք եւ իրավասու մարմիններից պահանջենք ի վերջո ինչպես է դա գործադրվել։ Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասով քրեական պատասխանատվությունից ազատելու գործուն զղջալու հիմքով։ Խնդրեմ առանձին տեղեկանքները։ Մինչև պատասխանեք, պարոն Աղբեցյան, մենք էլ ենք այդ քննի վրա ուշադրություն դարձրել, մենք ձեր հետ էլ խոսակցության ժամանակ անդրադարձել ենք այդ հիմնարարցին, տեսեք, նախկինում ձեր հաղորդումները գրավոր էին եւ ուղարկում էին կառավարություն եւ ազգային ժողով, բայց դրանք չէին ենթադրում հրապարակային հանրային քննարկում ազգային ժողովի նիստում։ Հիմա ձևաչափը փոխվել է եւ երևի սրա վրա պետք է ուշադրություն դարձնել հետագայի համար, այո, հնարավորինս կոնֆիդենցիալ բնույթի տվյալները, երբ որ օրինակ անուն ազգանունները փակված է եւ այլն, շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետեւ մենք իմանանք դեպքի մասին, բայց չենք ըստ էության մատնանշի կամ չենք անձնավորի այն սուբյեկտներին, ում նկատմամբ քրեական հետապնդում հարուցված է, իհարկե հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինձ թվում է այստեղ էլ ավելորդ չլինի հիշեցնել, որ ցանկացած պարագայում մենք առաջնորդում ենք այն սկզբունքով, որ քանի դեռ չկա օրենքի ուժի մեջ մտած դատական ակտ, անձը համարում է անմեղ եւ մենք առաջնորդում ենք անմեղության կանխավարկածով։ Բայց հետագայի համար իհարկե շատ ավելի լավ կլինի նման քննարկումներ խուսափելու համար, որպեսզի այդ տվյալները այդ աստիճան ազնվորած չլինեն։ Խնդրեմ, պարոն Աղբեցյան։ Ես ներողություն եմ խնդրում, դեռ չի ավարտել։ Չեք ավարտել։ Բերետների մասով պաուզա եք տվել, երկար ինձ թվաց ավարտել եք, պարոն։ Բերետների մասով, պարոն Աղբեցյան, խոսքը անշուշտ քննչական կոմիտեի տիրույթում է հիմնականում, բայց նաև շատ հնարավոր են դեպքեր, երբ որ դատախազի որոշմամբ քննչական ենթակայություն է փոխվում կամ փոխկապված գործերի շրջանակներով է գալիս, սրա մասին է, եթե կա այդպիսի բան, եւ վերջին հարց, որ առաջին փուլում չէի տվել, ձեր գնահատմամբ հակակոռուպցիոն
կոմիտեի կախվածությունը գործադիր իշխանությունից, կառավարությունից, որ կանեք գնահատում կախվածության եւ միջամտության աստիճան։ Հա? Մի բան էլ ավելացեք, էլի մի հատ էլ ինչ որ չգիտեմ։ Չէ, կարեմ ավելացնեմ, ուղիղ ցուցումներով կամ հեռախոսային SMS-ներով կախվածությունը։ Խնդրեմ պարոն Աբեցյան։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Պարոն Մեսյան, ավարտել եք, չէ՞։ Խնդրեմ պարոն Աբեցյան։ Ես հավաստիացնում եմ, որ հակակոռուպցիոն կոմիտեն որևէ մարմնից եւ որևէ անձից կախվածություն չունի, հակակոռուպցիոն կոմիտեն կախվածություն ունի բացառապես սահմանադրությունից եւ օրենքներից։ Սա առաջնային կարգով, ինչ վերաբերում է խոշտանգումների վերաբերյալ վարույթներին, նշեմ, որ իմ գործընկերը հուշեց, որ 2024 թվականին մենք չենք ունեցել գլխավոր դատախազի կողմից հակակոռուպցիոն կոմիտեին հանձնված խոշտանգման վարույթ, հետևաբար այդ տվյալները կարող եք պահանջել քննչական կոմիտեից։ Տեսեք, պարոն Մինասյան, դուք մի կողմից պահանջում եք, որ մենք ամեղության կանխավարկածը չխախտենք եւ որոշակի կոնկրետ դեպքեր ներկայացնելով ցեղամփա մնանք անձանց տվյալներ հրապարակելուց, բայց մյուս կողմից պահանջում եք, որ ներկայացնենք տվյալներ գործող համայնքի ղեկավարների մասով, թե ովքեր են եղել ոչ անվանական, շատ լավ, մենք կներկայացնենք, թե 2024 թվականի ընթացքում քանի համայնքի ղեկավարը քերական հետապնդման ենթարկվել ինչ դեպքերով, դուք կարող եք առանձնացնել, թե ովքեր են այդ բանին պաշտոնավարել եւ ով նախկինում, եթե դեմ չեք։ Բայց պարոն Վարդան, բնականաբար նկատի կունենանք նաև ամեղության կանխավարկածի պահանջները եւ հաջորդ հաղորդումը ներկայացնելու ցեղամփա կմնանք անձանց տվյալներ ներկայացնելուց։ Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պարոն Մինասյան, սպառիչ կերպով բոլոր այն բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր քերական հետապնդման են ենթարկվել, հաղորդմամբ ներկայացվել են, հավանաբար դուք նկատի ունեք որոշակի անձանց, որոնք հետապնդման են ենթարկվում քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթների շրջանակներում, այդ տեղեկատվությանը հակակոռուպցիոն կոմիտեն բնականաբար չի կարող տիրապետել։ Այսքանը, շնորհակալություն։ Շնորհակալություն խնդրեմ Տիկին Ղազարյան։ Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ 5 պակաս մենք ընդմիջենք նիստը եւ շատ արագ հակգրանցվելուց հետո վերադառնանք այստեղ։ Ինչ հարց ու պատասխանը։ Իստում մեզ 10 րոպեն բավարար պետք է լինի, որպեսզի հարցը եւ պատասխանը խնդրեմ Տիկին Ղազարյան։ Շնորհակալ եմ, պարոն Աբեցյան, ես էլ եմ շնորհավորում ձեզ եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում զեկույցը ներկայացնելու համար եւ հենց բովանդակությունից հարցեր ունեմ ձեզ, քննված քրեական վարույթների մասով, օրինակ նշում եք, որ քրեական 2279 վարույթ է եղել եւ որը ավարտվել է 849 ավարտված վարույթներից, ընդ որում այդ թվում կրկնակի է, այս մասով կուզենայի ասել ինչու կրկնակի, քննված եւ ավարտված վարույթներից 167-ը ուղարկվել է դատարան, բայց արդյունավետությունը գնահատելու համար կարծում եմ ձեզ էլ պարտադիր պետք է նշված լինի, թե քանի վարույթ է մերժվել կամ բավարարվել դատարանի կողմից կամ որոնք են ավարտվել մեղադրական եզրակացությամբ կամ արդարացման հիմքով, ինչպես նաև այնտեղ նշված էր, որ կարճվել է 682 վարույթ, այս էլ է բավականին մեծ թիվ, ինչով է պայմանավորված, որոնցից էլ 38-ի վարույթը կարճելու որոշումները դատախազի կողմից վերացվել կամ չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 6-ի եզրակացությունը, ինչի մասին են այս տվյալները, արդյոք նորմալ չի իրականացվել այդ նախաքննական վարույթը, այս մասով մի փոքր մանրամասնեք, այստեղ էլ ուզում էի նաև հաստիկների ու ծանրաբեռնված
ամբողջության մասին խոսեի, ամեն դեպքում 2024 թվականին դուք նշեցիք, որ միևնույն է հաստիկները ամբողջությամբ չեն համալրվել եւ ընդհանուր գործը իրականացրել են ընդամենը 51 քննիչ, բայց եղել է աննախադեպ աճով վարույթներ։ Այս բառը աննախադեպ աճով իսկապես 2023 թվականին այդքան աննախադեպ աճ ա եղել վարույթների եւ չեն կարողացել բավարար չափով քննիչները աշխատել եւ մեծ ծանրաբեռնվածություն են ունեցել, ինչ գործուն քայլեր են կանում այս ուղղությամբ, որպեսզի հնարավորինս արագ համալրենք այդ հաստիկները։ Խնդրեմ, պարոն Աբրի։ Շնորհակալ եմ հարցի համար։ Աննախադեպ աճի հետ կապված ես որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեցի, օրինակ 2024 թվականին հակակոռուպցիոն կոմիտեում 465 վարույթ ավել է քննվել, քան 2023 թվականին, սա հավաստիացնում եմ ձեզ, որ իրականում համարում է աննախադեպ վարույթների թվի աճ։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե հակակոռուպցիոն կոմիտեում ինչ է արվում հաստիկների համալրման նպատակով, օրենքով հստակ մեխանիզմներ կան, նաև կարգավորումներ կան, որ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարում է մրցույթներ, այդ թե ինքնավար պաշտոնների եւ թե օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց հաստիկների համալրման նպատակով եւ այդ մրցույթները հնարավորինս արագ են հայտարարվում, իսկ հետագա process-ները դա կախված չէ հակակոռուպցիոն կոմիտեից, դա կախված է առաջին հերթին բարեվարկության եզրակացությունը ստանալուց, որտեղ այդ անձինք բոլորը անցնում են պարտադիր կերպով բարեվարկություն եւ դրանից հետո մյուս օրենքով նախատեսված մյուս փուլերը հաղթարելուց այդ թվում գրավոր քննություն, բանավոր քննություն։ Սա այս մասով ինչ վերաբերում է ձեր այն հարցադրմանը, թե ինչ է իրենից ենթադրում կրկնակի քննված վարույթներ, մենք գիտենք, որ ունենք դատախազական հսկողություն, այս կրկնակի քննված վարույթները վերաբերում են նրան, որ շատ դեպքերում, շատ չի ասի շատ դեպքերում, թվով 35 օրինակ վարույթով դատախազների կողմից որոշում է կայացվել քերական վարույթը կարճելու մասին որոշումները վերացնելու եւ նորից նախաքննություն իրականացնելու վերաբերյալ այս կրկնակին զուտ այդ նաեւ դատախազի կողմից կայացված որոշումների արդյունքում մեկ անգամ եւս քննված վարույթներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները առանձին կերպով ներկայացվել են հաղորդման շրջանակներում։ Դատարան ուղարկված գործերի մասով, թե այդ գործերից որոնցով են կայացվել արտահասման կամ մեղադրական դատական ակտեր, նախ նշեմ, որ քանի որ մենք հաշվետվություն ներկայացնում ենք 2024 թվականի գործունեության վերաբերյալ, ես մեծ հավանականությամբ կարող եմ ասել, որ մեծամասնության այս ուղարկված վարույթների մեծ մասը հավանաբար դեռ գտնվում է դատալսումների փուլում, այսինքն process-ի մեջ է եւ դրանցով ավարտական դատական ակտեր դժվար թե ունենանք, ամեն դեպքում նաև նշեմ, որ առանձին հաշվառում հակակոռուպցիոն կոմիտեում այդ մասով չի վարվում, սակայն մենք ներդնելու ենք այդ նաև հնարավորությունը, որպեսզի գնանք հետևողական բոլոր քերական վարույթների հետևից եւ տեսնենք, թե որ քերական վարույթով կայացվեց մեղադրական եւ որով արտահասման դատական ակտեր, որպեսզի նաև ուսումնասիրենք այդ արտահասման դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունները մեր հետագա աշխատանքում այդ եթե թերացումներ լինելու են, այդ թերացումները կամ բացթողումները կամ նույնիսկ խախտումները բացառելու համար։ Այսքանը, շնորհակալություն։ Արձագանք։ Այո, ունեմ արձագանք, որտեղ էլի հարցեր ունեմ։ Ես կարծում եմ նման կերպով ավելի շատ կարող եք ձեր արդյունավետությունը գնահատել, ինչքանով է դատարանը ավերականգնել, բայց այստեղ ունենք դեպքեր, երբ որ պետությանը կամ համայնքին վերականգնվել է գույքի տեսքով։ Սա ուղղակի դրամական արտահայտությամբ հաշվետվությունում ներառված չի, եթե չեմ սխալվում, հիշողությամբ կարող եմ ասել, մոտ անցած տարի 24 թվականին մոտավորապես 10 հողային գույքային հողի տեսքով գույք ա վերադարձվել համայնքին եւ մեկ շինություն բարձր արժեքեր, եթե չեմ սխալվում, մոտ 800 միլիոնի կարգի։ Ես մի բան ասեմ, այդուհանդերձ գույքային կլինի, դրամական կլինի հատուցումը,
ինքը պետք է դրամական արտահայտություն ունենա, որ մենք ավելի հստակ եւ մեր հանրությունը ավելի հստակ պատկերացում ունենա, հետագայի համար սա հաշվի առեք, պարոն Աբազյան, բանակ, խնդրեմ պարոն։ Մի հատ ընդամենը ավելացում ես մասով, որ նշում եք պատճառված վնասի չափը եւ նաեւ վերականգնված գումարի չափը, պետք է նաեւ ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ սրանք ավարտված վարույթներ են, այսինքն դատարան հանձնված հիմնականում վարույթներ են եւ բնականաբար դատարան հանձնված վարույթներով նախաքննության փուլում արգելանքներ են կիրառվում, այսինքն որպես մեղադրյալ ներգրաված անձանց գույքի վրա արգելանք է տրվում, որը վերջնական այդ գույքի ճակատագիրը որոշելու է դատարանը կայացված դատական ակտով, հետեւաբար նաեւ այս պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ է նախաքննական մարմինը միջոցներ ձեռնարկում, որոնք իրենց ավարտական տեսքը ստանալու են դատական ակտով։